ամենամեծ չարիքը, որ այսօր Հայաստանում ներքին աշխարհում մեր ու մեր արտաքին քաղաքականության մեջ կա, այդ հայը հային դեմ հանելն է։ Կա ընդամենը ուրիշ մասնագիտություն ունեցողի կամ ուրիշ բարբառով խոսողի նկատմամբ ագրեսիա, այլ քաղաքական դաշտի նկատմամբ ագրեսիա։ Այս համերաշխության հարցը ձեր կարծիքով հնարավոր է լուծել երբևէ, գոնե մասնակի։ Դա շատ արագ է լուծվելու, դրա համար մեր քաղաքական գլխավոր խոսույթներից մեկը դա ներքին համերաշխություն բերելն է, միասնություն բերելն է։ Ինչպես։ Դա ընդամենը մեկ քաղաքական ուժի ձևավորած օրակարգն է այսօր։ Իրենց իշխանությունը պահելու համար նրանք ստեղծում են քաոս մեր հասարակության մեջ, որ կարողանան ինչ-որ ձևով կառավարել այդ քաոսը։ Անջատիր եւ տիրիր։ Մարդիկ բոլորը պետք է կռվեն իրար հետ, իսկ իրենք պետք է որոշեն ովքեր են հաղթողները, ինչը իրենց հաջողվեց անել Արցախում։ Այնտեղ էլ հանեցին իրար դեմ թե քաղաքական ուժերին, թե իրենց համակրողներին եւ շատ հեշտությամբ եկան հայաթափեցին։ Հիմա նույնը արվում է Հայաստանի հետ, մարդիկ դա չեն հասկանում, բայց եթե մենք շատ շուտով չկանգնեցնենք այս գնացող գնացքը, ինչի համար ենք մենք այդքան շեշտում 300,000 ադրբեջանցիների մուտքը Հայաստան պետք է կանգնեցնենք, որովհետև այս ամենը արվում է դրա համար նույնպես, որ մարդիկ իրար, այսպես ասեմ, գզգզելով զբաղվեն եւ աչքատող անեն բոլոր արտաքին վտանգները, այն վտանգը, որ մենք կարող ենք Սյունիքը կորցնել, այն վտանգը, որ մենք կարող ենք Հայաստանը թրկացնել, բոլոր այս վտանգների դեմ մենք պետք է պայքարենք եւ շատ շուտով կանգնեցնենք